Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ հղել։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ գործում Ռուսաստանի նախագահի անձնական ներդրումը։ Ինչ ստացավ Հայաստանը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման ռիսկերի, նաև ներքաղաքական հարցերի մասին է խոսել երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, մեր երկիրը ստացել է ոչինչ, փոխարենը պրոբլեմներ։ Ներքաղաքական ու արտաքին հարցեր, ռիսկեր ու մարտահրավերներ, ասուլիսը տևել է մի քանի ժամ։ Ընտրական կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարան անցնող ուժերի թվում տեսնում է Հայաստան դաշինքն ու Սամվել Կարապետյանի ուժը։ Քոչարյանն անդրադարձել է նաև հարցին, ինչու չի ընդունում վարչապետի հետ բանավիճելու առաջարկը։ Նայեք, Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել են Միջանցքի վերահսկողություն, ապագայում ձևավորվող Միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումն է Միացյալ Նահանգների նախագահին։ Ինչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է Միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Շատ կոնկրետ։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն պրոբլեմներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Դու այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա չոր մնացորդում իրականում սա է։ Դուք ռեալ մտածում եք, որ որևէ մեկ ողջամիտ մարդ առանց sense թղթի հատուկ էլի, ինչ որ մի հիմնարկից, պատրաստ է նստել եւ բանավիճել դրա շուրջ։ Հիմա նստենք բանավիճենք, երկրագունդը կլոր է, թե կլոր չի։ Դուք պատրաստ եք, օրինակ ես պատրաստ չեմ։ Այդ կոնտեքստում այո աբսուրդ է, սա մեկ։ Երկրորդը ընդհանրապես կան մարդիկ, որոնք տոքսիկ են դառնում։ Տվյալ դեպքում ընդդիմության համար կոնկրետ Փաշինյանի հետ բանավիճել որոշակի տոքսիկ բան ունի, գործոն ունի։ Հիմա սա ձեր ասած բանավիճի օրակարգը աբսուրդ է եւ ոչ մի ողջամիտ մարդ դրան չի գնալու եւ դրա համար 3 նախագահներն էլ համապատասխան ձևով արձագանքել են։ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև հայտնի Պրիվետ Ռոբ արտահայտության համար Պողոս Պողոսյանի զբանությանը։ Ասել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 40 րոպե անց, ինքն այլևս սրճարանում չի եղել։ Դեպքի մասին իմացել է առավոտյան։ Չի էլ լսել արտահայտությունը, նաև պատասխանել է հարցին, չի վախենում արդյոք բանդում հայտնվել։ Ես սենց ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնում ձեր մոտ։ Եթե այդպես է, ես կամ ինձնից պիտի ինքս հիասթափվեմ, կամ ձեզնից։ Երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու։ Իդեպ դուք հիշեցրեցիք այդ դեպքը 2001 թվականին։ Նայեք, դուք գիտեք որտեղ եմ ես եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես որտեղ եմ եղել։ Վկա, որը ստեցին ասում է, որ Պամփոչյանը այնտեղ է։ Ես մեր տունն եմ եղել։ Ես չգիտեմ ինչ վկա եմ ով գտել։ Դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, 35-ից 40։
դա քրեական գործում է։ Եվ ըստ էության իմ թիկնազորը, նախագահի թիկնազորը այլևս այդ սրճարանը, այսպես ասենք, պահպանվող օբյեկտ չէր։ Ես այնտեղ չէի։ Ես դեպքի մասին իմացել եմ առավոտյան։ Առավոտյան են ինձ զեկուցել։ Պրիվետ ռոբ արտահայտությունը ես չեմ լսել։ Ես չեմ լսել։ Ուղղակի հիշեցնեմ նաև մեր հանրությանը Շարլ Ազնավուրի այցն էր Հայաստան, եւ մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել այդտեղ։ Մենք մտնելուց ոտնկայից մարդիկ ծափարում էին, դուրս գալուց ես ընդհանրապես չգիտեի թե ինչ է այնտեղ կատարվել։ Խոսքը նրա մասին էր հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մի քիչ քեֆ ավելի լավ վիճակում, ինչ-որ վիճաբանություն ա եղել թիկնազորի մեկի հետ։ Մեկի հիմա չեմ ուզում այդ անունները տալ։ Եվ դրա արդյունքում ինչ որ կոպիտ ասած այնց ռազմորկա եղավ իրար հետ եւ այդ միջադեպը կատարվեց։ Հիմա եթե դա համեմատում ենք այդ Շարասյան հղի կնոջ սպանելու, մոտով անցնելու, սենց նայելով, չկաղնելու, չօգնելու, նույնիսկ Շարասյան բժիշկին չթողելու տեղի մասում ո՞նց կարող համեմատենք։ Համացան ուղղակի եզրեր չկա։ Հիմա ինչ վերաբերում է, պատկերացրեք, գիտեք, նույնիսկ տարօրինակը ինձ ասում են պրիվետ ռոբ։ Մերս էլ է ինձ ռոբ ասել միշտ։ Բելան, տիկին Բելան ինձ ռոբ ասում տունը։ Ես խի պիտի դրանից նեղանամ։ Ինչ հասկանում եք, ես իմ մանկական ընկերները սաղ ինձ ռոբ են ասում։ Ում հետ դպրոց կամ ինչ-որ միտեղ համասարան եւ այլն, պոլիտիկ։ Հիմա չի հայհոյել, բան չասելա պրիվետ ռոբ։ Ու ես դրանից պետք է նեղանամ, լավ, այդ աբսուրդը կամ հիմարությունը շատ կներեք, բայց մի բառեր կօգտագործեմ, այդ էշությունը տարածում ստացավ։ Ասուլիսի ընթացքում վարչապետն է գրառում կատարել։ Դուք եռյակով ասեք, բանավեճի գալու եք, թե ոչ, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը դիտելու ժամանակ չի ունեցել երրորդ նախագահը։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Սերժ Սարգսյանի գործով նիստը։ Լրագրողները մի քանի հարց են ուղղել Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ընտրական կանխատեսումների վերաբերյալ։ Հարցին, եթե իմպիչմենթի գործընթացը չհաջողվի, ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մանավանդ որ նախորդ արտահերթ ընտրություններին էլ էր ՀՀԿ-ն դեմ։ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դեռ ժամանակ կա եւ լրացուցիչ կհայտարարվի այդ մասին։ Անկեղծ ասած ժամանակ չեմ ունեցել դիտելու մամլո ասուլիսը, ժամանակ չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ ՀՀԿ-ն կմասնակցի պարոն Սարգսյան ամեն դեպքում։ Տեսնենք։ Իմպիչմենթը չհաջողվի։ Տեսնենք իրավիճակից առաջ դերով չեմ ուզում իրավիճակություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցը շատ պարզ ներկայացրեց, Ալմատայի հռչակագրին հողում է կատարում, ասում է 91 թվականից այս հարցը լուծված է։ Այդ ձեր բանակցային գործընթացում առհասարակ Ալմատայի հռչակագիրը ինչ դերակատարություն է ունեցել եւ ինչ այդքան պարզ էր։ Զրոյական։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել։ Բա որ այն ժամանակից ամեն ինչ որոշված էր։ Բա ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել։ Ինչու համանախագահները, 3 համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթաց կլինի։ Բա որ լուծված էր։ Լավ, մենք շահագրգիռ ենք բանակցությունների մասնակցելու։ Ադրբեջանական կողմը ինչ էր գալիս մասնակցել։ Քանի որ նախագահ Քոչարյանը ինչպես սկսեց իր պատասխանային հարցից, որ իր մոտ ոչինչ չի փոխվել, նախորդ դիրքորոշումները ես մեկնաբանել եմ, չեմ կարծում, որ նոր մեկնաբանության կարիք կա։ Մենք մեր խոսքի տերն ենք, մենք մեր գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումը անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած։
Իսկ այդ ընթացքում թե մեր գործընկերներից ով ինչպես կաջակցի, դա կտեսնենք բոլորս եւ հանրությունը նույնպես։ Նախ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ այս պահին մեր հիմնական միակ աշխատանքի ուղղությունը դա իմպիչմենտի իրականություն դարձնելն է։ Ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունը նաև դրանով է պայմանավորված։ Մեկ, երկրորդ, ես կասկածներ չունեի, որ նախագահ Քոչարյանը հանրապետականին է քվեարկելու, որ այսօր զարմանք ապրած լինեմ, բայց նորից ասեմ, մենք հայտարարել ենք եւ այդպես էլ անում ենք, որ մենք մեր ամբողջ ուժերը ուղղում ենք մինչև ընտրությունները իշխանափոխությունը իրագործելու համար, այն է իմպիչմենտ իրականացնելու համար, լավ կլինի, եթե այդ հարցում մեզ օգնեն մեր բոլոր գործընկերները։ Շարունակենք, Փալաքար խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի։ Ավականին համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի մահից հետո արտահերթ նիստում Օնիկ Ախվերդյանին է ընտրել։ Քաղաքացիական պայմանագիր եւ ազգային առաջընթաց խմբակցությունները չեն մասնակցել։ Միայն միասնությունն էր թեկնածու առաջադրել։ Ավականու նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ ի հիշատակ սպանված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի։ Լրագրողների հետ զրույցում նոր համայնքապետը պատասխանել է հարցին, արդյոք հնարավոր է համայնքում լարվածությունը նվազեցնել, ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչու մյուս խմբակցությունները չեն մասնակցել ընտրությանը։ Գործընկերներն էլ մտահոգություններ ունեն սպանության լիարժեք բացահայտման ուղղությամբ։ Տենց ենք թե ճիշտ, տենց են արել, ես ոչ մեկ հետ ոչ մի խնդիր չունեմ։ Այսինքն բոյկոտ չեք ընկալում։ Ուղղակի քանի որ պարզեր որ գրվելու է։ Երևի չեմ ուզեցել։ Պարոն Ախվերյան, ինչ ծեծկրտուք է եղել երեք։ Ես տեղյակ չեմ։ Չէ, բա այսինքն ինչպես տեղյակ չեք։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, դուք էլ ընտրվել եք այստեղի համայնքապետ, մի քանի օր առաջ ընդամենը այստեղ սպանություններ եղան Մերձաբանում, առհասարակ մարզում։ Մամուլը գրում է, որ Վոլոդիա Գրիգորյանի եւ Ախտոյանի թիմակիցների միջև ծեծկրտուք է եղել։ Կոնկրետ մամուլը դուք եք հենց, ճիշտ կլինի իրավապահ մարմիններից է սաղ ճշտեք, այդ տեղեկությունները հստակ համայնքում ինչու հնարավոր չի լինում հանգուցալուծել եւ ձեր կարծիքով իրավապահները պատշաճ իրականացնում են իրենց գործառույթը եւ եթե իրականացնեն հնարավոր կլիներ խուսափել ողբերգական միջադեպից։ Երևի դուք ձեր տված հարցին պատասխանեցիք էլի։ Ոչ ոք հանգիստ չհեռացավ այս հատված։ Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ես ոչ մի բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի տագնապ չունեմ, ոչ բան չունեմ։ Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա, իհարկե մտահոգությունները բավականին մեծ են նաև համայնքի բնակիչների։ Ծանր է իհարկե Վոլոդիա Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց նաև այն ծրագրերը, այն գաղափարները, որ ուներ Վոլոդիան, դա մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ, ամբողջ թիմը, կուսակցությունը նոր համայնքի ղեկավարի կողքին է եւ համայնքի բնակիչներին տրված բոլոր այն խոստումները, այն սպասումները, որ նրանք ունեն, իրականացվելու են։ Տեղյակ չեմ, իրավապահ մարմինների աշխատանքն է դա, այդ տեսանկյունից այս պահին մեկնաբանություններ չունեմ։ Տեղյակ չեմ, ճիշտ ասած։ Այսինքն եղել է Գրիգորյանի թիմակիցների եւ Ախտոյանի։ Տեղյակ չեմ, տեղյակ եմ այնքանով ինչքանով մամուլ, տենց ինչ որ էական միջադեպ ամեն դեպքում համայնքի բնակիչների հետ առավոտյան զրուցելուց չեմ տեղեկացվել, այս պահին որովհետեւ այս լարվածություն չկա, բնական է որ ինչ որ անձանց մոտ կարող է ինչ որ էմոցիոնալ ինչ որ վարքագիծ դրսևորվի, բայց իհարկե համայնքի մթնոլորտը ծանր է Վոլոդիա Գրիգորյանի կորստից հետո, բայց այն տպավորությունը, որ ինչ որ երկու կողմերի մեջ ինչ որ լավ նախ երկու կողմ հասկացությունը մի քիչ տես չափազանցրած է, առավելևս Մերձավան համայնքում Վոլոդիա Գրիգորյանի նրա ընտանիքի, նրա թիմի հեղինակությունը այնքան բարձր է, որ տենց ինչ որ թիմեր ասելու կարիք չկա, այնտեղ էլ եւ 25 թվականին եւ 21 թվականին 80%-ից ավել ձայն են հավաքել, հետեւաբար այդ ինչ որ ներթիմային լարվածության մասին խոսք չկա, կարող է հիմա գյուղում ինչ որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում, հույս ունեմ, որ իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն, սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված պլանավորած սպանություն եւ բազմաթիվ հարցեր կան, բազմաթիվ մտահոգություններ կան, որ իրավապահ համակարգը պետք է զբաղվի, ովքեր են աջակցել սպանությանը, ովքեր են կազմակերպել, հնարավոր է նաեւ պատվիրատուներ լինեն, առնվազն չեմ բացառում, որ կարող են նաեւ այլ անձինք
տեղեկացված լինեն սպանության մասին, որովհետև իրապահ մարմինների տրամադրված տեղեկատվությունը նաև խոսում էր այն մասին, որ սպանությունից մի քանի ամիս առաջ շվանից սկսվել էր նաև նախապատրաստական աշխատանքներ պլանավորում, ինչը մեզ մոտ բնական մտահոգություն է առաջացնում, որ առնվազն տեղեկատվության մակարդակով այլ անձինք նույնպես ներգրաված են, այդ ուղղությամբ իրապահները մեծ աշխատանք ունեն անելու եւ մեկ անգամ եւս հորդորում եմ ավելորդ քաղաքական հայտարարություններ առավել եւս դատարանի գործառույթ չիրականացնեն, հանցագործությունը կբացահայտվի, երբ որ կլինի դատարանի վճիռ։ Ուզում եմ բոլորն իմանան, որ Վալոդյայի գործը չի ավարտվել, նրա հեղինակությունն այնպիսին է, որ այս փառաքար համայնքը ծաղկելու է նաև նրա անվան ներքո, որ այդպիսի երիտասարդ եւ այդպիսի հայրենասեր համայնքապետ են ունեցել, ում աշխատանքը եւ ում մղումները շարունակվելու են իրականանալ փառաքար համայնքում։ Ձեզ իրավաբանների բացահայտումները գոհացրել են, իրենք ասում են բացահայտված է սպանությունը։ Ես այդ մասին կխոսեմ։ Սպանություն կատարողին բացահայտել չի նշանակում ոճրագործությունը բացահայտել եւ մենք մինչեւ վերջ գնալու ենք յուրաքանչյուր ոք պատասխանը տալու այս ոճրագործության համար իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով, իրենց աջակցելով, իրենց երաշխիքներ տրամադրելով յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար այսօր թե վաղը ժամանակը կապ չունի որովհետեւ ընդհատել այսպիսի մարդու կյանք ինչպիսի Վալոդյա Գրիգորյանները դրանք չեն հասկանում ինչ են արել ու հարցը միայն նրա հեղինակությունը չէ նրա անձը նրա տեսակը նրա հայրենանվեր տեսակը իր հայրենիքը սիրող իր հողը համայնքը սիրող ու սա կատարել նշանակում է ոճրագործություն կատարել յուրաքանչյուր հայրենասեր իր հողը համայնքը սիրող անձի նկատմամբ եւ իրենք սա չեն մարսելու որևէ դեպքում չեն մարսելու Փառաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեն է հայտնել գիշերը կատարվածի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով պարզվել է վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև։ Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, կա 5 ձերբակալված։ Հիշեցնեմ Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում Ախտոյանների տան դիմաց տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեն է հայտարարել մանրամասնելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հիշեցնեմ, սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առիթով ձերբակալվել էին անհետ կորած անձանց հարազատներ։ Նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնյայի հետ, այդ թվում այժմ ծառայության մեջ չգտնվող, չէին համաձայնել պաշտպանական գերատեսչության առաջարկներին, որից հետո վիճակը լարվել էր։ Գերատեսչությունն էլ հայտարարել էր, որ նշված օրը ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր էին նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ծառայողների գործողությունները շարունակել էին մնալ հարգալից։ Շարունակենք անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր։ Արմեն Գրիգորյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին, քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային վիճակի շուրջ։ Պաշտպանության նախարարն էլ ընդունել է Հայաստանում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Սուրեն Պապիկյանն ու Միքայել Մավրոսը քննարկել են պաշտպանական ոլորտում Հայաստան-Կիպրոս գործակցությանը վերաբերող հարցեր, նաև անդրադարձել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի իր գործընկեր Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։ Բրազիլիայի կառավարությունից նշել են, որ կայացած հեռախոսազրույցը բարձրացնում է երկկողմ հարաբերություններում ջերմացման հեռանկարները, որոնք վերջին տասնամյակների ընթացքում վատթարագույն վիճակում են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բրազիլական մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել էր մինչև 50%։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Հանգամանորեն քննարկվել է իրադարձությունների ընթացիկ զարգացումը Մերձավոր Արևելքում, այդ թվում Գազայի հատվածում իրադրության կարգավորման շուրջ ԱՄՆ նախագահի առաջադրած ծրագրի համատեքստում։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը հօգուտ պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման հայտնի միջազգային իրավական հիմքի վրա, ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես հետաքրքրություն է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծում գտնելու եւ Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցում, հաղորդել է Կրեմլը։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութիները, որոնք վերահսկում են երկրի տարածքի մոտավորապես 1/3-ը, ձերբակալել են ՄԱԿ-ի ևս 9 աշխատակիցների, նրանց թիվը հասցնելով 53-ի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է խռովարարների նման գործողությունները եւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել ձերբակալվածներին։ 2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ Անսար Ալլահ շարժման կողմնակիցների միջև։ Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին, երբ հակամարտությանը միացել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը գործում էր հութիների դեմ։ Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ հումանիտար աղետի։ ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 24 միլիոն եմենցի կամ երկրի բնակչության մոտավորապես 80%-ը մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը։ Ռուսաստանը շարունակում է իր զենքերի համար Ուկրաինայի դաշնակից երկրների արտադրության բաղադրիչներ ստանալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինայի վրա հոկտեմբերի 5-ի գիշերն իրականացված համակցված զանգվածային հարձակման ժամանակ Ռուսաստանը օգտագործել է 549 զինատեսակ, որոնք պարունակել են արտասահմանյան արտադրության 102,785 բաղադրիչ, այդ թվում ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության եւ Նիդերլանդների ընկերություններից։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել ավելի արդյունավետ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը նոյեմբերի 1-ից սկսած մաքսատուրքեր կսահմանի այլ երկրներից ներմուծվող բոլոր միջին եւ ծանր բեռնունակության բեռնատարների նկատմամբ։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից սկսած այլ երկրներից Միացյալ Նահանգներ մտնող բոլոր միջին եւ ծանր բեռնունակության բեռնատարների նկատմամբ կգործի 25% մաքսատուրք։ Սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ Սեպտեմբերի 25-ին Թրամփը հայտարարել որ հոկտեմբերի 1-ից սկսած Միացյալ Նահանգները 25% մաքսատուրքեր կսահմանի աշխարհի այլ մասերում արտադրված բոլոր ծանր բեռնատարների համար։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական նստավայր մտնելու փորձ կատարած ցուցարարների խմբի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի 13 մասնակցի ձերբակալման մասին։ Ոստիկանությունը որոնում է ևս 2 անձի, որոնք թաքնվում են հետաքննությունից։ Բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի 5 անդամներ նախկինում ձերբակալվել էին իշխանության բռնի փոփոխության կոչերի, խմբային բռնություն կազմակերպելու, գույքը վնասելու եւ ռազմավարական օբյեկտը արգելափակելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրում էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե հոկտեմբերի 4-ին հարձակումը եւ պետական հեղաշրջումը իրենց համար հաջող ավարտ ունենար։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Շենգավիթի ոստիկանները բացահայտել են պահեստից կատարված գողությունը, մանրամասները տեսանյութում։ Օգոստոսի 1-ի երեկոյան քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը։ Ըստ հաղորդման, վերջին 15 օրվա ընթացքում կոտրել են Նժդեի փողոցում գտնվող իրենց պահեստի դրամփականը եւ գողացել 10 միլիոն դրամի տնտեսական ապրանքներ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ հանցագործությանը մասնակցել է նաեւ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով։ Հոկտեմբերի 1-ին նա
տեղակալվել ու տեղափոխվել է բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տվյալների հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին առավոտյան ժամը 5-ին։ Բացի վարորդից մասնակցել է եւս 2 հոգի, որոնք Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել են բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 2-ից 3-ից։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անց վերլուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։